Գրիգոր Նարեկացին հայ միջնադարի հոգևորական է, օժտված Աստծո շնորհով, աստվածաբան եւ ամենամեծ աղոթողն է։ Նարեկացու մեզ հասած գրական ժառանգության ամենամեծ արդյունքն է մատյան ողբերգությունը, որը հայ մտքի ամենակարևորագույն արգասիքն է։ Նա հիշատակվում է Սուրբ անունների շարքում թարգմանչած տոնին։ Նարեկացի գրքի շնորհիվ բուժվել եւ բուժվում են 100 հազարավոր մարդիկ ի շնորհիվ հավատքի։ Իսկ հավատքը տրվում է Աստծուց։ Հրաշք, հոգու խաղաղություն, մտքի պայծառություն, ցավերի վերջ, վերքերի ապաքինում, այսինքն հոգու եւ մարմնի լիակատար բուժում։ 15 տարի շարունակ կարդացել եմ Գրիգոր Նարեկացին եւ բուժել եմ ինքս ինձ։ Անգիտակցաբար հայտնվել եմ այն վայրերում, որտեղ իմ կարիքը զգացել են 100 հազարավոր մարդիկ։ Օգնել եմ օտարներին եւ իմ բարեկամ հարազատներին։ Շատ ահավոր կանխազգացումներ ունեմ բոլորի հանդեպ։ Սկզբից ինձ խանգարում էր, իսկ հետո դարձավ սովորական։ Իսկ ապագայում օգնեց հիվանդներից ոտքի կանգնեցնելու համար։ Գուշակություն չեմ անում, բայց մարդու մոտ տեսնում եմ անցյալը եւ մեծագույն սիրով օգնում եմ ապագայում ճիշտ ապրելակերպի հարցում։ Աստվածային ուժով օժտված բուժել եմ եւ կարողանում եմ բուժել բոլոր տեսակի հիվանդությունները։ Թե հոգեկան եւ թե մարմնական։ Շատ սիրում եւ հավատում եմ իմ Տեր Աստծուն, որից ստացել եմ ուժն ու կարողությունը եւ հավատքը։ Շատ սեր ունեմ ազգիս նկատմամբ։ Իմ համար չկա վատ մարդ, կա խիղճ, վատի նկատմամբ եւ աղոթք, որ վերադառնա Աստծուն եւ ապրի արժանավայել կյանքով։ 12 տարվա խելացի ճգնությունից հետո Աստված ինձ օժտեց շնորհով մարդկանց բուժելու եւ դեպի ապագան ու բարին վերադարձնելու շնորհով։ Բուժում եմ ձեռքերիս միջից եկող աստվածային ուժով, տաքացնելով ամբողջ տվյալ մարդու մարմինը եւ բարձր էներգետիկայով օժտված, որը ես ստանում եմ Տեր Աստծուց, կարողանում եմ համակարգիչի նման գտնեմ հիվանդ օրգանը եւ կարողանում եմ իմ ձեռքերիս միջից դուրս եկող տաքացնող ուժով, տաքացնելով օգնեմ հիվանդ օրգանը բուժեմ։ Աստծո համար չկա անհնար ոչինչ։ Հավատքով մոտեցեք եւ ես ձեզ կօգնեմ բուժվեք ամենածանր հիվանդությունները։ Չկա ծանր հիվանդություն, կա հավատք եւ աստվածային ուժ, որի նկատմամբ պիտի վերաբերվեք ահավոր բարձր եւ շատ հավատքով եւ բուժվեք։ Եկեք հավատքով բոլոր տուժվածներդ, վիրավորվածներդ, նեղվածներդ, բոլորիդ կտամ սիրով, ինչի կարիքը ունեք։ Ոչ ոք իզուր չի փնտրել իմ ներկայությունը, ինչպես եւ ոչ մեկ ձեռնունայն չի մնացել ինձանից օգնություն խնդրողները։ Իմ հոգին ձեզ հետ է պատրաստ զորացնելու, ուժեղացնելու, լավացնելու եւ վերականգնելու ձեր սպառված հոգեկան եւ մարմնական ուժերը։ Եկեք եւ կհամոզվեք, ինչ ստանում եմ Աստծուց, մեծագույն սիրով կտամ ձեզ։ Իմ ձեռքերով Աստված բուժել է սիրտ, թոք, ներվեր, ոսկրային համակարգ եւ ամենակարևորը բուժվել է ռակ։ Իմ էներգետիկան մարդուն հասնում է հեռախոսային կապի միջոցով։ Ապրեք խաղաղությամբ եւ առողջ։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստված ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղեցի անուն քո։ Եկեցե արքայություն քո եղեցին կամքո, որպես երկինս եւ երկրի։ Ցած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոնց պարտապանած։ Մի տանիր մեզի փորձություն, այլ փրկյա մեզ չարեն։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված հավիտենական բարերար, ամենակալ ստեղծող լույսի եւ հորինող գիշերի, կյանք մահվան մեջ եւ լույս խավարում հույս ակնկալողների եւ համբերություն տարակուսյալների, որ ամենաարվեստ քո իմաստությամբ մահվան ստվերը փոխում ես այգի,
Աննվազ ծագում եւ անմոտ արեգակ քանզի գիշերվա խավարը չի կարող ծածկել քո տերության փառքը, որին ծնրադիր երկրպագում են բոլոր արարածները, երկնայինները, երկրայինները եւ սանդարամետականները, որ լսում ես կապյալների հեծությունը նայում խոնարհների աղոթքին եւ ընդունում նրանց խնդրվածքները, Աստված իմ եւ Տեր իմ, հույս իմ եւ վստահություն իմ, Աստված ամենայնի, Սուրբը սուրբերի հոգում բնակվող, մխիթարություն վշտերի եւ խավարան մեղավորների, որ ամեն ինչ գիտես նախապես, առաքիր պահպանող զորությունը քո աճի եւ փրկիր գիշերվա երկյուղից եւ չար դևից, որպեսի քո սոսկալի եւ սուրբ անվան հիշատակը միշտ համբուրելով հոգու շուրթերով շնչիս փափագով ապրեն պահպանված բոլոր նրանց հետ, ովքեր քեզ կանչում են ամբողջ հոգով։ Արդ խաչի քո նշանի դրոշմից, որն աստվածային արյան պտներկելով դու նորոգեցիր, նույն որդեգրության շնորհով մեզ մկրտեցիր եւ քո սուրբ փառքի պատկերով նկարելով հորինեցիր։ Այս աստվածային պարգևներով թող ամոթահար լինի սատանան, քակտվեն մեքենայությունները, վերանան որոգայթները, պարտվեն մարտնչողները, կորչեն սայրասուր զենքերը, ցնդի մշուշը, փարատվի խավարը, պարզվի մառախուղը։ Քո բազուկը թող հովանի լինի եւ քո աչքը թող տնքի, քանզի գթած ես եւ ողորմած, եւ քո անունով են կոչվում ծառաներդ, եւ քեզ հոր եւ ամենասուրբ հոգու հետ փառք եւ իշխանություն հավիտյանս հավիտենից ամեն